Եվ մենք ասում ենք Տեր, իմ հետ վարվիր այնպես հայր մերի մեջ, ինչպես ես վարվում եմ ուրիշների հետ, ասելով թող իմ մեղքերը, ինչպես և ես եմ ներում ուրիշների մեղքերը։ Մեր Տերը մեկ այլտեղ ասում է, եթե գնաս ընծատ մատուցելու լինել Աստծուն, իսկ մենք գալով եկեղեցի ուզում ենք ընծայել մեր սիրտը, մեր հոգին, մեր միտքը, մեր խոսքը ընծայել Աստծուն։ Տերը ասում է, նախ հաշտվիր քո եղբոր, քո ընկերոջ հետ։ Ուրեմն գալով արդեն իսկ եկեղեցուց տարածքից ներս, մենք պետք է հաշտության հոգով և հաշտության սրտով լցված լինենք, էլ չասել որպես քրիստոնյա այդպես պիտի ապրենք։ Եվ գալով եկեղեցուց ներս առհասարակ այս ոգին տրամադրությունը պետք է գերիշխի մեր մտքում, մեր սրտում, մեր հոգում, էլ ինչ ասել է թե պատարագին, երբ որ ներկա է։ Պատարագին, որտեղ որ մենք զրուցում ենք Աստծո հետ, որտեղ որ Աստծուց պատմելով Աստծո մեծագործությունները, թե ինչպես մենք արժան չենք և մեզ արժանի դարձրեց, խնդրում ենք, որպեսզի կարողանանք ճաշակել նրա մարմինը և արյունը և փրկություն ունենալ, շփվել նրա հետ, որպեսզի այդ մարմինը և արյունը և այդ ճաշակելը մեզ համար լինի խաղաղության առիթ, մեզ համար լինի փրկության առիթ, մեզ համար լինի հոգու, մտքի և մարմնի առողջության առիթ, որի կարիքը մենք ունենք, իսկ եթե դրա բացակայությունը կամ կարիքը կամ դրա սակավությունը մենք նկատում ենք, ուրեմն հաղորդվելու այս ցանկությունը, որ Աստծուն ասում ենք դա լինի այդ ամենը մեզ համար սրա միջոցով մեզ, ուրեմն միգուցե մեր հաղորդվելն էլ այնքան էլ արժանաբար չէ, որովհետև աղոթքի մեջ դա է լինել։ Եվ պատարագի ժամանակ եկեղեցում տարիների, տասնամյակների հավատացյալ լինելով մեկս մեկին գրական տես գեղեցիկ բառ չկա, այլ բարբառային բառ կա, որովհետև ուրիշ ձև չես կարող արտահայտել, բայց այդ բառը լավ արտահայտում։ Մեկս մեկին բշտում ենք խոսքով, հայացքով, գործով, կեցվածքով, տեղի կռիվ ենք անում։ Մոռանալով, որ այս աշխարհում մարդու տեղ չունի։ Երանի են մարդուն, ով որ կգիտակցի, որ այս աշխարհում մարդու տեղ չունի։ Երանի այն մարդուն, որը գալով պատարագի, իր մտքի մեջ ունենա Աստծո որդու տնօրենությունը մինչև խաչ ելնելը և հարություն առնելը մինչև մարդ դառնալը, և ոչ թե նստելու տեղ կփնտրի, այլ գոնե իր սրտի մեջ կասի Տեր Աստված, դու որ այդքան ինձ համար կրեցի, ես էլ ոտքի վրա քեզ աղոթք կանեմ ամբողջ պատարագ, երանի ես մարդու։ Իսկ մենք նստելու տեղ ենք, չենք կներեք, խնդրել գեղեցիկ գրական բառ է, այլ ուզում հաստակին էլ չգիտեմ, պատերազմով ստանալ։ Ինչու եմ ասում, որպեսզի եկեղեցում մեկս մեկի սիրով ուշադիր լինենք մեր սրտին, պատարագը չվերջացած, չգնա, հաղորդություն ստացանք վեր գնաց։ Մարդը, որ մահացու հիվանդությունից, որ հույս չուներ, որ պիտի առողջանա,
կամ ֆինանս չուներ, որ պիտի առողջանա, եւ մի բարերար իրեն ֆինանսավորում է եւ մի բժիշկ իրեն առողջացնում է, այս բժիշկին ամբողջ կյանքը հիշում է եւ ցանկանում է ամբողջ կյանքը կապ պահպանել այս մարդու բարերարի հետ։ Մենք էլ հաղորդությունը ստացանք, դե լավ մի գիրակ յոլա պիտի գնանք մեր հանգստանանք, գնանք հանգստանանք, շատ վատ է, որ գալով պատարագի, շփվելով Աստծո հետ, մենք հոգնում ենք Աստծո հետ շփվելիս։ Սիրելիներ, չամբողջվենք, պատարագը հաղորդությունով չի վերջանում։ Այո, եթե անհրաժեշտ է, եթե մարդը ոչ հետաձգելի գործեր ունի եւ այլ հասկացա, բայց պատարագը հաղորդությամբ չի վերջանում։ Եվ Տեր ողորմյայի ժամանակ սիրելի, մեկս մեկի հանդեպ այդքան անփութություն, պիտի տղամարդը կնոջից ճանապարհ կորզի, որ առաջ գա հաղորդություն ստանա։ Եկեղեցու կարգն է սա, ես չեմ հաստատում, և մեզնից յուրաքանչյուրը շատ փոքր մարդ է, որպեսզի հազարամյակներ սրբերի կողմից ավետարանով հաստատված Աստծու կողմից դրված կարգերը փորձենք խախտել, մեկս մեկին հարգենք։ Ում է պետք այն ստացած հաղորդությունը, որը որ պետք է լինի պատերազմով, կռվով, արհամարությամբ, չարախոսությամբ, այլ պետք է լինի սիրով։ Ես վստահ եղեք, մեկը որ սրտով ցանկանում է հաղորդություն ստանալ, հեզ է սրտով, խոնար է, իր խոնար կեցվածքով, ինչ պատճառներով չկարենա հաղորդություն ստանալ, ինքը որպես հաղորդված կհամարվի, իր սրտի ցանկության, իր հեզության, իր սրտության, իր մաքրության պատճառով։ Իսկ մեկը, որ կռվով դավով եկավ, ինչ է ասում առաքյալը, ասում է անարժանաբար հաղորդվողը իր դատաստանն է ուտում և ճաշակում։ Եվ ինչու ենք մենք կռվով գալիս, որովհետև Աստծո հանդեպ երկյուղը մոռացել ենք, որովհետև առաքյալի խոսքի հանդեպ հարգանքը մոռացել ենք։ Դե առաքյալներ ասացել, առաքյալներ ասելա դե կանայք գլխաշորով ըրնեն եկեղեցու մեկա գլխաշորով չէ, ինչ եղավ, խոմ չհիվանդացա, արդյոք մենք ցանկանում ենք մեր ամեն մեղքի պատճառով Աստծուց հատուցում ստանալ, հատուցում չէ, հարված ստանալ, իհարկե ոչ։ Այդպես դեր աշխարհի մեջ կենդանի մարդ չէ մնա, ընդհանրապես։ Ես էլ այս տարիքի չեմ։ Այսինքն, Տեր ողորմյայի ժամանակ պիտի աղոթք անենք և պիտի կարողանանք սիրով, հանդարտությամբ, խաղաղությամբ, հեզ հոգով մոտենալ հաղորդությանը, մեկս մեկին օգնելով, մեկս մեկին ճանապարհ տալով, մեկս մեկի հանդեպ ուշադիր լինելով, սա սիրո արտահայտություն է, իսկ համայնքը, մարդը, մեկը մեկին, ընկերները, թեկուսամուսիները եւ այլ չեն կարող միմյանց կապված լինեն, եթե չկա սիրո շաղախը, այլ կմնանք ավազի նման, իրար գլխի լցված, իրար հետ կապ չունեցող, հատիկներն առանձին, որ կարող է միշտ էլ քամում, մի փոքր քամուց ցրվել, սեր փնտրենք մեր մեջ, սեր արծարծենք, սեր դրսևորենք մեր մեջ, որի համար որ Քրիստոս եկավ, որպեսզի մենք սիրենք միմյանց։ Եվ ասում է առաքյալը, եթե իմ եղբորը տեսնում եք, ես չեմ սիրում, արդյոք ինչպես պիտի կարողանամ սիրել Աստծուն, եթե իմ եղբորը տեսնում եմ, որը որ ստեղծված է Աստծու կերպարով, այո չար է, հիվանդացել է չարությամբ, այո չար է, հիվանդացել է հպարտությամբ, հիվանդացել է մեծամտությամբ, հիվանդացել է կարծրասրտությամբ, բայց ինչպես որ ֆիզիկական հիվանդությունը
մարդու մարդ է պահում և ընդամենը հիվանդություն է որ պիտի անցնի։ Այդպես էլ մեղքը, սիրելիներ, որով որ մենք վարակվում ենք, թող չխաթարի դիմացինի հանդեպ մեր վերաբերմունքը, որը որ Աստծո պատկերն է, չնայած որ սիրտներս ցավում է, որ հիվանդացած է։ Այսօր մեր Տերը կարդում է Եսայի մարգարեությունը, որտեղ որ մարգարեությունը իր մասին, որ մեր Տերը եկավ, որպեսզի աղքատներին բժշկի։ Վայ մեզ, եթե կարծում ենք, թե նյութական աղքատության մասին է, այն հոգևոր աղքատության մասին է։ Մեր Տերը եկավ, որպեսզի Աստծո լույսից, Աստծո գիտությունից, Աստծո ներկայությունից աղքատացած մեր հոգին լցնի Աստծո լույսով։ Մեր Տերը եկավ, որպեսզի հիվանդներին բժշկի, աղտացյալներին մաքրի, բայց այդ հիվանդությունը և այդ աղտը նորից պիտի ասել, մեղքի հիվանդությունը և մեղքի աղտն է։ Վայ մեզ, ինչպես ասում է առաքյալը, եթե Աստծո վրա հույս ենք դրել միայն այս աշխարհի համար, այս աշխարհում ապրելու համար, վայ մեզ, որովհետև մարդկանց մենք ամենաթշվառները կլինենք։ Ուրեմն, վայ մեզ, որ մենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի ընդունենք միայն այս աշխարհում մեզ բարիքներ տվող, բարիքի աղբյուրն Աստված է։ Ամեն մի բարիք Աստծուց է, և չկա որևէ մի բարիք, որը որ հակասի, եթե դա կոչվում է բարիք։ Սակայն պետք է փնտրել բարձրագույն բարիք, որի համար Քրիստոս եկավ, որի համար Քրիստոս խաչը ելավ և ազատության, ազատագրվելու, մեղքից, չարից ազատագրվելու, տգիտության խավարից, որներ է տգիտության խավարը, Աստծուն չճանաչելու տգիտության խավարը լուսավորեց, այդ խավարից ազատագրվելու տարի հռչակեց, տարի, որը որ ավարտվում է նրա երկրորդ գալուստով, մեր Տերը եկավ մեզ ծանոթացրեց Աստծո հետ, ծանոթացրեց Սուրբ Երողության հետ, և ոչ միայն ծանոթացրեց, այլ մեզ դարձրեց Աստծո տաճար և բնակվեց մեր մեջ և բնակվում է յուրաքանչյուրիս մեջ և մեր մեջ առհասարակ, որպեսզի մենք լինենք հավիտենական լույսի և երջանկության մեջ։ Ահա սրա մասին է մեր Տերը կարդում, թե ինչու Հիսուս Քրիստոս եկավ, ինչու խաչը ելավ, որպեսզի փրկվենք, որպեսզի փրկություն ունենանք հավիտենության մեջ, բայց ցավոք սրտի այսօր կյանքը շատ է գեղեցկացել, լավ է որ գեղեցկացել, լավ է որ հեշտացել է, լավ է որ փափկացել է, բայց ցավոք սրտի այս գեղեցկությունը, հեշտությունը, փափկությունը բերում է նրան, որ շատ մարդիկ սկսել են ասել, գնացեք ձեր հավիտենությունը մեզ ստեղ էլ անավ, ես էլ ապես է։ Այսինքն ցավոք սրտի այս մարդկանց համար, որովհետև գալիս է արդեն վախճանի պահը, երբ որ մարդը կանգնում է Աստծո առաջ, կանգնում է այն դռան առաջ, որը որ մահ է կոչվում, որ պիտի բացվի, կարող ենք գնալ իրար հետ այդպիսի վայրեր և տեսնենք այդ մարդկանց, որոնք որ Աստծուց հեռու ապրել են, կանգնած են պահպան դռան առաջ և չեն էլ հետաքրքրվում հավիտենությունը ինչ է իրենց առաջ կանգնած, անտեղյակ է, որովհետև ավելի ցավոք սրտի, երբ որ մարդը մահամերձ է, գիտակցություն չունի և կարելի է ասել իր համար դռները փակ են հավիտենության։ Եվ ուրեմն քանի դեռ ժամանակը մեր ձեռքում է, քայլենք
մեր Տիրոջ հետ։ Քայլենք, ոչ թե լուր հետևենք ամեն մեկս մեր տան պատուհանից, մեր պատշգամբից, նորություններով, հեռախոսով, ոչ թե հետևենք, այլ քայլենք նրա հետ, ինչպես որ առաքյալները քայլեցին թողնելով ամեն ինչ, քայլենք նրա հետ, իմանալով, որ քայլում ենք մեկի ետևից, որը որ այս աշխարհում տեղ չունի, եթե այս աշխարհում Աստված տեղ ունի, այդ տեղը մեզնից յուրաքանչյուրի սիրտն է, հարդարենք այդ սիրտը Աստծո համար, որ երբ որ կարդանք ավետարանը եւ մեր Տերն ասում է մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի, ասենք Տեր Աստված, արի գլուխը իմ սրտի վրա, պատրաստել եմ այն քո համար, եւ սա էլ մեր համար է լավ ուշտիրա, որովհետեւ Աստված ամենակարող Տեր է, Աստված ստեղծել է եւ Աստված պահում է եւ նրանից է ամեն բարիքը, նրանից, որի որ արժան են միակ հարքը, իշխանությունը եւ պատիվը, այժմ եւ ինչ եւ ավիտյանից, ավիտերից ամեն